Շնորհակալություն, հարցը կարճ կլինի, մի հատ կարճ ռեպլիկ ու արձագանք նաև ձեզ։ Պարոն Պետոյան, այն որ այգիները մաքրվելու են 3 տարի, ես ասել եմ պետք է անեն ու շատ լավ է։ Իմ հարցը շատ կարճ է, սեփականատերերն ովքեր են, շատ հստակ, եթե գիտեք, խնդրում եմ ասեք սեփականա, եթե չէ, շատ հեշտ կիմանամ ու պրոստը հասկանամ։ Երևույթը լավն է, այո, ամբողջ տեղերը պետք է մաքրվի, այգին պետք է վերադարձվի։ Ու դաժե որ խնդում է Տիգրան Ավինյանը, Տիգրան Ավինյան, երբ որ գնում եք մի բան քանդում եք, ասում լավ է, ես իմ ձեռով եմ ասում, բայց ձեր վատն է ուղիղ ձեր ճակատին ասում եմ, չեմ նեղվում ես։ Հիմա ձեր ռեպլիկին, այդ որ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքական ընդդիմադիրներին բան չեք ասում, Չախոյան Արտուրին ձեր այդ աֆիլացիա չդանակը արեց։ Այ ինձ մի հատ յոգուրտ լցելու համար ձեր եվրոպացիները որ իմանան որ իրանց գլխին ծվով են խփում, պամիդորով են խփում, մի հատ յոգուրտը նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք եք առաջադրել։ Այդ հեքիաթները հավաքվեք ԿՊ-ի մեջ, ասեք, պարոն Ավինյան։ Ճիշտ է, ճիշտ երեսին եմ ասում, սխալն եմ երեսին ասում։ Այդ որ դուք ասում եք ձեր հակառակորդներին չեք հետապնդում, ինչքան կարող եք ու դուք լավ գիտեք, մաքսիմում հնարավոր անհնարը անում եք այդ մարդկանց գլխին։ Սեփականատերի հարցին կպատասխանեք, պարոն Պետոյան։ Պարոն Մանուկյան, Տիկին Աբգարյանը արդեն նշեց սեփականատերերին, ես անկեղծ տենց մանրամասն չէի էլ ուսումնասիրել սեփականատերերի ցուցակը, կարծում եմ ամենակարևոր բանը ստեղ որ պետք է նշել, այս երկու գույքերից առաջինի պայմանագրերը կնքվել են 2001 թվականին, մյուսը 2018 թվականի փետրվարի 2-ին ու իրանք բավականաչափ երկարատև ժամկետով պայմանագրեր էին։ Նաև պետք է նմանատիպ մի հատ օրինակ բերել կոնսերվատորիայի այգին, այսինքն երբ որ գնաց այս ծնանկացման process-ով, տևեց 2, 3, 4 տարի ու շատ դժվարությամբ վերադարձվեց քաղաքին։ Հիմա մենք ոնց որ պարոն քաղաքապետը ասեց, շատ ավելի էֆեկտիվ ձևով դա հետ ենք բերում եւ ամենակարևորը որ այդ process-ներն են արագանում, դրանք վերադարձվում են քաղաքին ու մարդկանց ու այդտեղ ինչու ոչ շուտով նոր խաղահրապարակ կկառուցվի, որտեղ հիմա ունենք շատ մեծ նաև ներդրողների հոսք, որոնք պատրաստ են նմանատիպ ներդրումներ անել, բայց ցավոք տեղ չունենք։ Այսինքն երբ որ այս ներդրողը գալիս է ասում է ես ուզում եմ խաղահրապարակ սարքեմ, մենք ասում ենք բակ, ասում է չէ բակ չեմ ուզում, ուզում եմ համայնքային այգի։ Մենք շրջում ենք, հասկանում ենք, որ այդ համայնքային այգիները այնքան մասնատված ու վարձակալությամբ են տրված, որ իրոք տեղ չկա։ Այսինքն մենք այս վերջի խաղահրապարակը, որ մի քանի օր առաջ բացեցինք Միսակ Մանուշյանում, իրականում մի հատ շատ փոքր հատվածում շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որ այդ ճարտարապետական լուծումներ տանք, որ ինչ որ տարածքում երեխաները կարողանան խաղալ։ Դրա համար ես կարծում եմ, որ բացի այս process-ից, որը կատարվելու է, դա վերադարձվելու է համայնքին, քաղաքին, մեր բնակիչներին ու եթե այդտեղ արդեն ունենք մի քանի հատվածներ, այդ բարեկամության ձեռքեր արձանի կողքը, որ էլի քանդված սրճարաններ են, որոնք հիմա շատ գեղեցիկ կանաչապատ տարածքներ են, հիմա նույն այգի ատեղ էլի կառուցվում, էլի այդ հատվածում, էլի լինելու է կանաչ տարածք, բայց այս հատվածը այնքան մեծ է, որ միգուցե այստեղ այդ բարեկամության ձեռքերի կողքը, այդ հատվածը իրականում միգուցե խաղահրապարակ դիտարկենք էլի ինչ-որ մի լավ մասնավորի հետ։ Արձագանք Պարոն Պետոյան, այդքանը պետք չէր ասել, ասեք չգիտեմ, իսկ իմ հարցի տողատակը հետևյալն էր, սա կճշտենք ով են սեփականատերերը, դրանից հետո այդ ցուցակը հետ եմ ասում, կնայենք, հետո կտեսնենք այդ մարդկանց ինչ եք անում դուք ձեզ նկատի չունեմ քաղաքապետարանը, այտենց ավանդույթ կա, այդ որ ասում եք չգիտենք որտեղ այգի սարքենք, դες լիքը տեղեր կարող եմ ցույց տալ, էդ էլ շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, իմ ժպտալու պատճառը մեկն էր, որովհետև եթե ինձ չի դավաճանում հիշողությունս, այդտեղ մի հատ էլ տենց մեկ այլ գույք կա, չգիտեմ որքանով ճիշտ գիտեմ, էլի կարող է սխալվում եմ, որի հետ որոշակի կապ դուք ունեք, հիմա կամ կապ չունեք, ինչ որ միգուցե միջնորդավորված կապ ունեք, հիմա այդ գույքին էլ էլի ուզում ենք անդրադառնանք ինչ որ մի փուլում, եթե կարող եք կապել, եթե դուք չեք իհարկե սեփականատերը, կապել նաև սեփականատերերի հետ, շնորհակալ եմ, մենք կընդունենք այդ նվերը, մենք կընդունենք, այս ասացի վրա պարոն Մանուկյան կհանգնացնենք, կընդունենք այդ նվերը, շնորհակալ եմ, Պետրոս Զարոկյան։